Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահականուշի խոհանոցում եք և ես անչափ ուրախ եմ և շնորհակալ։ Ինչպես տեսնում եք, իմ սեղանին խնձորներ են և մնացած բոլոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են կարամելացված միջուկ պատրաստելու համար։ Շատ համեղ է ստացվում, վերցրել եմ դարչին, օսլա, կարագ, շաքարավազ, կիտրոն, հիմնականում կեղևը պիտի օգտագործենք, մի աննշան էլ հյութ, և այսպես սկսում ենք նախապատրաստել մեր բաղադրիչները։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ եթե պահքի մեջ եք և շատ եք ցանկանում այս խնձորի տեսակը օգտագործել ձեր խմորեղենի մեջ, կարող եք կարագի փոխարեն վերցնել ցանկացած անհոտ բուսայուղ, ևս շատ համեղ է ստացվում, վստահեցնում եմ, կփորձեք և չեք փոշմանի։ Եվ այսպես, ինչպես տեսնում եք, խնձորը կեղևահան եմ անում, կտրտում եմ, շատ մանր կտորների չեմ վերածվում, որպեսզի խնձորի կտորները ավելի գեղեցիկ երևան այդ կարամելացված միջուկի մեջ։ Վերցրեցի ուրեմն շաքարավազը, դարչինը, մի փոքր վանիլին, խառնում եմ, որպեսզի ստացվի համասեռ զանգված, և սրա վրա քերիչով անց եմ կացնում կես կիտրոնի կեղևը։ Ավելորդ կլինի զգուշացնել, որ կիտրոնը լավ պիտի լվանանք, որպեսզի կեղևը անարատ վիճակում տեղավորենք այս մասսայի մեջ։ Կարագը արդեն հալվել է, ինչպես ասացի, կարող եք նաև բուսայուղ օգտագործել։ Ավելացնում եմ խնձորի կտորները, տապակում եմ, ավելացնում եմ դարչինով այս զանգվածը։ Մի լավ խառնելուց հետո հանգիստ ենք թողնում, մինչև շաքարավազը կսկսի հալվել, որից հետո անընդհատ պիտի խառնենք։ Ասեմ, որ կրակը շատ թույլ ենք անում, որպեսզի չայրենք։ Երբ որ կիսապատրաստ է արդեն, հյութը քամվել է, ավելացնում ենք օսլան։ Ահա և մեր կարամելացված խնձորը պատրաստ է և սպասում է, որ տեղադրենք համեղ խմորների մեջ։ Դե ինչ սիրելիներս, այսքանը, ես ուզեցի ձեր հետ կիսվել այս համեղ բաղադրատոմսով, ցտեսություն։